Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է։ Հյուրս էլ հրաշք մարդ եւ ֆանտաստիկ մարզիկ Մալխաս Ամոյանն է, բարև Մալխաս։ Բարև ձեզ։ Ընդամենը մի քանի օր առաջ 5-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեցիր Եվրոպայի առաջնությունում, բոլորին ապացուցելով, որ այս պահի ակնհայտ առաջատարն ես քաշային կարգում եւ դեռ շատ անելիքներ կան։ Այս պահին դիտենք գործընկերներից պատրաստած ռեպորտաժը քո մրցելույթների մասին, հետո վերադառնանք շարունակենք զրուցել։ Կընտրեմ։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված հունարոմեական ոճի իմշամարտի Եվրոպայի առաջնությունը հերթական անգամ դարձավ հայկական հաղթանակի բեմ։ Այս անգամ մի անունով, որն արդեն վաղուց դուրս է եկել պարզապես Խոստումնալից մարզիկի սահմաններից եւ վերածվել կայուն հաղթանակների խորհրդանշի Մալխաս Ամոյան։ 77 կիլոգրամ քաշային կարգում Ամոյանը կրկին ապացուցեց իր դասը, դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ քայլերով անցավ մրցաշարային ճանապարհը, մեկնարկելով 1/8 եզրափակչից, որտեղ 4-0 հաշվով առավելության հասավ Կարլ Բաֆի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը բառացիորեն ջախջախեց ուկրաինացի մրցակցին 10-0, իսկ կիսաեզրափակչում 3-1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։ Եզրափակչում նրա մրցակիցը Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեն էր, ծանոթ մրցակից, որի հետ դիմակայությունն արդեն վերածվել է սկզբունքային պայքարի։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ վճռորոշ գոտեմարտում հաղթեց Մալխաս Ամոյանը։ Գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն առավելությունը հայ մարզիկինն էր։ Այս հաղթանակը պատահականություն չէր, այն ամբողջ մրցաշարի ընթացքում ցուցադրած գերիշխանության տրամաբանական ավարտ էր։ 27-ամյա Ամոյանի հաղթանակների այս շարքն ունի իր հստակ շարունակությունը։ Նա արդեն աշխարհի կրկնակի եւ այժմ արդեն Եվրոպայի հնգակի չեմպիոն է։ Անցած մրցաշրջանը նրա համար գրեթե անթերի էր, առանց պարտությունների պաշտոնական գորգում։ Դրա համար էլ Եվրոպայի ֆեդերացիան մրցաշարի մեկնարկից առաջ հենց Մալխասին շնորհեց Եվրոպայի հունարոմեական ոճի լավագույն ըմբիշի կոչումը։ Հատկանշական է, որ հունարոմեական ոճի իմշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն էլ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց հունարոմեական ոճի լավագույն մարզիչ։ Տիրանայում կայացած մրցաշարից հունարոմեականների հավաքականը հայրենիք վերադարձավ 5 մեդալով, արծաթե մեդալակիր դարձավ Սուրեն Աղաջանյանը, իսկ բրոնզե մեդալներով Հայաստանի հավաքականի մեդալային ակտիվը համալրեցին Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը եւ Գասպար Տերտերյանը։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ սկսենք 2022 թվականից, երբ նոր փոխել է իր քաշային կարգը, 72-ից բարձրացել է 77 կիլոգրամ։ Դրանից 1 տարի առաջ 21 թվականին դու քաշի առաջատարն էիր 72 կիլոգրամում, բայց եզրափակիչում պարտվեցիր Վրաստանի ներկայացուցչին։ Եվ դա քո Եվրոպայի առաջնությունների վերջին պարտությունն էր։ Դրանից հետո պարտություն չես կրել։ 22 թվականին ինչ տպավորություններով դուրս եկար գորգից, երբ արդեն չեմպիոն էիր, հիշում ես։ Ասեմ, երևի իմ ամենահիշարժան պայրից մեկն է եղել 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը, ինչու որովհետև նախ քաշը չէր ներում, 76 կիլոգրամ քաշ քիչ էիր քաշից, այո։ Քաշիցս քիչ էի ու շատ լուրջ էլի մրցակիցներ ունեի, որոնք որ իրոք կարծես գոտեմարտից հաճույք էի ստանում իմ եւ այդտեղ կարողացա հաղթել բոլորին եւ հռչակվել Եվրոպայի հաղթող, ինչը որ իրոք այդ բանը ես էլ ինքս չէի սպասում, անգամ մարզիչները բոլորը որ գնացել էին այնտեղ, որ կարողանայի հասնել գոնե օլիմպիական խաղերին պատրաստ լինեի, բայց այլ բան եղավ, փառք Աստծո, այդ բանին կարողացա լավ մարզավիճակում գտնվել եւ հաղթող ճանաչվել։ Իսկ ինձ համար ամենահիշարժանը 23 թվականի եզրափակիչն էր, երբ անգամ ես որ այդքան լավատես եմ, երբ որ տեսա 10 վայրկյան է մնացել, այդ պահին մենք Հայաստանում հետևում էինք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ու կարծես բոլորը ասեցին լավ, էլ չի հասցնի, ընդամենը 10 վայրկյան ու այդ ֆանտաստիկ հնարքը։ Ինչ այսպես կարճ միացում տեղի ունեցավ, որ որոշեցիր դա անել։ Սերբը իրոք շատ բարդ էր գոտեմարտելը, ուղղակի մինչև վերջ ես հավատում էի, որ կարող եմ հաղթել ու այդպիսի հնարք է, ընդհանրապես մարզումներին էլ չի արել։ Իրոք ես էլ եմ հիմա զարմացած եմ, թե որտեղից կարողացա այդ ամենը կատարել։ Իմիջիայլոց դրանից հետո ես արդեն մի քանի անգամ տեսնում եմ, որ փորձում են անել ըմբիշները
Այո, ազատ ոճում էլ տեսա, ընդհանրապես։ Բան եղավ, վարակիչ եղավ, էլի։ Ու ստացվել է։ Մի երկու անգամ տեսել եմ, որ նույնիսկ ստացվել է, այսպես։ Միջև այդ էլ եղել դեպքեր, 2-3 դեպք էլի եղել է այդպես։ Բայց ինքը շատ վտանգավոր ասեմ հնարք է, կարող է հակառակ աշխարհառողջության ժամանակ 2025 թվականի ամերիկացի գոտեմարտի ժամանակ էլի ամերիկացին փորձեց։ Դու արեցիր արդեն հակառակ։ Այո, այդ հնարքը չտվեց էլի ես արդեն։ Քաշդ փոխեցիր, որովհետև օլիմպիականն էր 77-ը, 72 օլիմպիական չէր եւ դեպի Փարիզ ճամփան բռնեցինք։ Այնտեղ քո կիսաեզրափակիչը չստացվեց։ Դու չկարողացար անել քո գոտեմարտը։ Ճապոնացի ըմբիշը ատամներով կարճել էր այդ գոտեմարտից ու կարողացավ քեզ զրկել քո հիմնական հաղթաթղթից, որին հետո իհարկե դու ռևանշի հասար հաջորդ տարի, բայց օլիմպիական այդ պահին օլիմպիական խաղերի ժամանակ այդպես ստացվեց։ Ինչու՞։ Ինքը ուղղակի հասկանում եմ արագ էր, ինքը հենց դրա վրա էր դրել, դիմացկունության ու արագության վրա էր դրել, բայց նաև ընդունենք, որ ինքը շատ լավ մարզավիճակում էր։ Այո, ճապոնացին բիզը շատ լավ մարզավիճակում էր։ Երևի այդ օրը նրա օրն էր, նա էր արժանի։ Ես այդպես եմ նայում, որ այդ օրը դա նրա տեղն էր, իսկ ես ինչ որ մնում է հասկացա, որ հոգեպես չկարողացա ճիշտ տրամադրվել նրա դեմ, չկարողացա անել այն գոտեմարտը, որը ես էի ուզում անցկացնել, եւ նա թելադրեց իր գոտեմարտը, եւ ըմբշամարտում ոնց է, ով իր գոտեմարտը թելադրում է, նա էլ հաղթում է։ Այդ իսկ պատճառով երևի հաղթանակը նրանն էր եւ նա հաղթեց։ Իսկ 25 թվականին Զագրեբում արդեն միանգամայն հակառակ պատկերներ եւ անգամ օլիմպիական չեմպիոնի այդ բարձր տիտղոսը քեզ ոչինչ չխանգարեց ու դու կարողացար անել քո գոտեմարտը։ Այդ ժամանակ իրոք այնպիսի հավաքներ էի անցկացրել, այնպիսի մարզումներ, որ անգամ իմ կարծիքով ես եթե լավ մարզավիճակում չլինեի, այդ օրը լավ չզգայի, ինձ էլի պետք կհաղթեի երևի, որովհետև այդ ճանապարհը, որ անցել ենք, իրոք շատ բարդ ա եղել ինձ համար, օրական 2-3 մարզում, թե տանը արդեն օրական 2 մարզում, որ այդ ճանապարհով անցնում ես, է դժվարին արդեն մրցումներ էլ կապ չունի քեզ դեմ գոտեմարտի, եւ ես հասկացա մի բան, որ ամենակարևորը կարողանաս հոգեպես հաղթել եւ ուղղավ, իսկ եթե արդեն կասկածում ես, իսկ հիմա արդեն էլ բարդ կնի գորգի վրա արդեն հաղթելը։ Այս առաջնությունը Եվրոպայի չեմ ասի շատ հեշտ ստացվեց, բայց յուրաքանչյուր գոտեմարտում անձամբ ես որպես երկրպագու հանգիստ էի ինձ զգում, տեսնում էի, որ դու եթե անգամ շատ հնարքներ չկան ու շատ միավորներ չկան, դու հսկում ես գոտեմարտի ընթացքը եւ տանում ես քո ցանկալի ուղղությամբ։ Այսինքն անգամ մեկ միավորի առավելությունը այնքան հանգիստ ես պահում, որ կասկածի տակ չես դնում քո հաղթանակը։ Դու ինքդ երբեմն չես վախենում միավորի քիչ պաշար ունենալով այդպես գոտեմարտել։ Չէ՞ որ ըմբշամարտ է, մեկ էլ հանկարծ մի բան այնպես չստացվի, մեկ միավոր ասի, օրինակ գորգից պատահական դուրս գաս ու այդ վերջին միավորի հնարավորությամբ, առավելությամբ պարտվես։ Չես փորձում մի քիչ ավելի շատ միավորի պահուստ ստեղծել։ Ճիշտ ասած, կուզեի ավելի լավ գոտեմարտ անցկացնել ու այս Եվրոպայի առաջնությանը ընդհանրապես իրոք ցանկանում էի ավելի լավ գոտեմարտ անցկացնել, սակայն մի փոքր չստացվեց, բայց ասեմ 1-1 հաշիվը ամենավտանգավոր հաշիվն է։ Միշտ մեր մարզիչներն են ասում, Արմենը Բապալարյանն ասում է ավելի լավ 1-1 բայես, քան անդադ վերցնես 10, դա ավելի մի քիչ ավելի լավ կայուն մնաց եւ գորգի մեջ կանգնես։ Ճիշտ է, փորձում եմ, այնպես չէ որ չեմ փորձում հավաքել այդ միավորները, սակայն գոտեմարտեր կան, մրցակիցներ կան, որ քեզ ավելի լավ են ճանաչում, էլ ավելի բարդ է նրանից այդ միավորները վերցնել։ Դրա համար արդեն փորձում ես մի փոքր զգույշ գոտեմարտել, մի փոքր վստահություն կա երևի, դրա համար կապանա մի փոքր չլարվել այդ 1-1 հաշվից։ Շատ կարևոր է սեփական ուժերի հանդեպ այդ վստահությունը եւ այո, եթե դու տրամադրված ես ու գիտես, որ կարող ես պահել, Բաբալարյանը փորձառու մարզիչ է, ի վերջո ստացավ Եվրոպայի լավագույն մարզչի տիտղոսը, սխալ խորհուրդ չի տա։ Դու էլ ճանաչվեցիր Եվրոպայի անցած տարվա լավագույն ըմբիշ։ Դա էլ լրացուցիչ խթան է հավանաբար, հա։ Պատասխանատվությունը դեռ ավելի է մեծացնում, անգամ մրցաշարից առաջ բարգեւատրեցին եւ պատասխանատվությունը դեռ ավելի ոնց որ մեծանա, ավելի ես լարվում, պետք է կարողանաս ամեն ինչի միջով քեզ ճիշտ տրամադրվել, հոգեպես ճիշտ պատրաստվել, որովհետեւ ամեն ինչը քեզ չխանգարի։ Եվ այս ամենն էլ արդեն անցավ, արդեն մոռացանք եւ արդեն կշարժվենք դեպի առաջ։ Այսքան տարի դու արդեն
հստակ քաշի առաջատարն ես ու մրցակիցներդ իմանալով դա նրանք ովքեր ակնկալիք ունեն, հավակնոտ են ու փորձում են տիտղոս նվաճել, պատրաստում են հենց քեզ դեմ, պատրաստում են քեզ հետ գոտե մարտելուն, քո ըմբշամարտն են ուսումնասիրում ու փորձում են հակաթույն գտնել այդ ամեն ինչի հանդեպ։ Ովքեր են կարողանում այնուամենայնիվ քեզ խանգարել քո գոտե մարտը վարել։ Կան ըմբիշներ քաշային կարգում, որոնք դեռ անհարմար են քեզ համար։ Կոնկրետ չկա այդպիսի իմբիջ, որ ասեմ ինձ անհարմար է ինձ համար։ Ես բոլորին հավասար եմ տեսնում եւ մրցաշարի մասնակցում բոլորի դեմ եմ պատրաստվում, ինչ-որ մեկին ոչ թերագնահատում եմ, ոչ էլ գերագնահատում, անգամ ես իմ գոտեմարտներն եմ դիտում, փորձում եմ գոտեմարտներն ուսումնասիրել, նրանց գոտեմարտներն ուսումնասիրել եւ համ պատրաստվել նրանց դեմ, համ ինքս իմ սխալների դեմ, բայց կոնկրետ ըմբիշ, որ տենց անհարմար է ինձ համար, չեմ սիրում նրա հետ գոտեմարտել, չի ասի էլի կոնկրետ որ։ Բայց այնուամենայնիվ կա, չէ՞ որ մեկը օրինակ ուժային է, ինքը ուղղակի ուժեղ կանգնում է, մեկը ֆիզիկապես պինդ է ու դիմացկուն է, մեկը տեխնիկապես է լավ հագեցած, փորձում է հնարքներ անել։ Ում հետ որ ոճը չես սիրում։ Ասենք ում դեմ չես ուզի գոտեմարտել։ Ոճային մարդու անհատը դնենք կողքի։ Դե ես կասեի միայն բան, որ տեխնիկապես ըմբիշը ամենաբարդն է գոտեմարտելը, որովհետև տեխնիկապես ըմբիշը հնարքներով լի ըմբիշը կարողանում է ամեն վայրկյան հնար կատարել եւ համ դու ես մի փոքր լարվում, որ մի փոքր չսխալվես, կարող է մի քայլը նրա համար արդեն հնարքի տեղ բացվի։ Իմ կարծիքով տեխնիկապես ըմբիշների հետ ամենադժվարն է գոտեմարտելը։ Մալխաս, այսքան տիտղոս նվաճելուց հետո դժվար է մնալ այսպիսի համեստ ու կարգին մարդ, ոնց որ դու ես։ Այդ իմ կարծիքը չի միայն, բոլորն են այդպես մտածում, ու դժվար է նաև մոտիվացիան պահել, հավակնոտությունը պահել, դժվար է շարունակել նույն խանդավառությամբ մարզվել։ Քեզ ի՞նչն է մոտիվացնում, ինչի շնորհիվ ես կարողանում այդ քեզ ստիպել այդքան չարչարվել, հետո էլ այդ մեծ հաղթանակից հետո շարունակել մնալ համեստ ու գեղեցիկ ժպիտով։ Երևի այն ամենը, ինչին որ դեռ չեմ հասել, օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, եթե այդտեղ էլ հասնեմ ու էլի եթե մոտիվացիան եթե չկորի, այդ ժամանակ նոր այս հարցին կարողանամ երևի պատասխանել։ Կարծում ես որ կարող է կորչել։ Չեմ կարծում, բայց կուզենայի դառնալ օլիմպիական խաղերի հաղթող, դա իմ նպատակն է, եւ դրանից հետո արդեն հետաքրքիր կլիներ իմ զգացողությունները այս ճանապարհից հետո արդյոք ինձ իմ մոտիվացիան կորի թե չէ։ Իսկ այս բանին ոնց որ չկարողանամ պատասխանել, որովհետև դեռ շատ անելիքներ ունեմ սպորտում։ Դրա համար ինչի օրինակ Եվրոպայի առաջնությունը արդեն անցավ, էլ ետ չեմ նայում, որ արդեն հնկակի Եվրոպայի հաղթող եմ, այլ նայում դեպի առաջ, որովհետև մեր մարզիչները միշտ ասում են, երբ որ արդեն պատվարտակից իջնում ես, էլ դու էլ չեմպիոն չես, դրա համար արդեն երբ որ արդեն վերջանում է մրցումները, արդեն պատրաստվում ենք գալիք մրցաշարերին։ Այսօր ստացվում է քո տիտղոսներով դու զիջում ես միայն ջերմակարճին, Արթուր Ալեքսանյանին, բայց թե տարիքային առումով դու դեռ կարող ես, եթե օլիմպիական խաղերում դժվար թե 4 օլիմպիական խաղերի մեդալ հնարավոր լինի նվաճել, ապա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների տիտղոսներով կարելի է հասնել ու հավանաբար ձգտում ես դրան։ Իդես մարզիկների գերակշիռ մեծամասնությունը չի բավարարվում ձեռք բերածով եւ դա շատ լավ բան է, դա հենց այն է ինչ հարիր է իսկական ուժեղ մարզիկին։ Երբ մի տիտղոս նվաճում են, անմիջապես ասում են մի հատ էլ նվաճեմ, հիմա ես հուսով եմ, որ Լոս Անջելեսում ամեն ինչ լավ կլինի ու միանգամից հաջորդ օրը Բրիզբենը կդառնա քո նպատակը որպես հաջորդ օլիմպիական տիտղոս, չէ՞, այդպես կա, չէ՞ այդպիսի բան։ Այո, առաջ անգամ որ աշխարհի առաջին հաղթող էի ճանաչվել, այդ բանը էլի աշխարհի չեմպիոն ես, բայց ոնց որ ասում ես, չէ, երկրորդ է, հետո երկրորդը ես որ հաղթում եմ, արդեն երրորդն ես ցանկանում, նույնն անգամ Եվրոպայի առաջնությունները, մարդը մի քիչ ագա է, ասում է ես Չի ագա չէ, դա նաև սպորտային ազարտ է։ Ազարտ երևի մի քիչ էլ տենց չես ուզում պարտվել, երևի դա էլ է օգնում, որ չես ուզում անգամ պարտվել եւ արդեն հաղթանակները ինքնին ստացվում են։
Այն որ սկզբից 1 մատներ, հետո 2 մատը, հիմա այս անգամ 5 մատը պարզեցիր։ Հիմա արդեն նպատակը չէ, որ այսպես լինի, Հաջորդը փորձենք 6-ը, հետո նոր արդեն։ Դե սկզբից սա է, բնականաբար միանգամից 10-ը չի լինում։ Իսկ մարզումների ժամանակ Փառք Աստծո կարծես թե վնասվածքներ առանձնապես չկա ամբիշ առանց վնասվածքի, դա հասկանալի է, որովհետև Մշամարտ ինքը կոնտակտային մարզաձև է ու շատ բարդ, բայց համեմատաբար քեզ մոտ լավ է ստացվում։ Դա նաև հավելյալ մարզումների շնորհիվ է, դու բացի քո գորգային մարզումներից այլ ուղղություններով քեզ փորձում ես կատարելագործել։ Օրինակ հոգեբանական, ինչ-որ յոգայի տարրեր կամ չգիտեմ, շնչառական կամ ուղղակի վարժասարքերով զբաղվել, թե քեզ բավարարում է միայն քո պրոֆեսիոնալ մարզումները։ Ասեմ իրոք Փառք Աստծո այս բան լուրջ վնասվածքներ չունեմ, ու երևի նրանից է որ մի փոքր մարզումներից հետո մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացնում եմ ձգումներին, ճկունությանը, որովհետեւ եւ դա էլ է նպաստում, որպեսզի մկանները էլ ավելի թարմ մնան, էլ ավելի ամուր, ինչպես նաեւ մարզումներից հետո վերականգնում եմ մկանները, եւ դա էլ է խթան հանդիսանում։ Իսկ այնուամենայնիվ ինչ որ բնություն գնալ, արևածագ նայել, այլ կերպ էներգիա ստանալ, այսպեսի բաներ ունես, թե ճիշտ ասած մրցաշարերից հետո եմ սիրում գնալ ծով կամ չգիտեմ ինչ որ միտեղ բնության գրկում, երկու տեղերն եմ սիրում, բայց ծովում էլ ավելի շատ եմ վերականգնվում։ Ուղղակի տարվա մեջ 2 անգամ ենք հասցնում Եվրոպայի առաջնությունից հետո եւ աշխարհի առաջնությունից։ Իսկ հոբի ունես ձկնորսություն, որսորդություն, չգիտեմ, մեկ այլ բան։ Ճիշտ ասած փոքր ժամանակ հորեղբայրս Ազատը միշտ ստանում էր ձկնորսության, բայց չգիտեմ քիչ սիրեցի։ Կոնկրետ այնց հոբին կարելի ասել մենայն իմ շամարտն է, որ իրոք շատ եմ սիրում իմ սպորտաձևը եւ երևի դա էլ է ինձ օգնում, որպեսզի կարողանամ այս հաջողությունները գրանցել, որտեղ եթե չսիրեմ, այդ ծանր աշխատանքի միջով չեմ կարող անցնել։ Եվ դա տրամաբանական է, այո, սա գերմարտկային աշխատանք է, պրոֆեսիոնալ սպորտը գուցե մարզասերի համար շատ հաճելի է այդ հաղթանակներ տոնելը, բայց մարզիկը արյան ու քրտինքի միջով է հասնում մինչև այդ պատվոհարթակը, այդ մեդալը եւ դրան տրամադրվել է պետք ու պիտի կարողանալ հոգեբանորեն պատրաստ լինել այդ ամեն ինչին։ Իսկ ընթերցանություն։ Այո, կարդում եմ, բայց որ մարզումից գալիս եմ հոգնում եմ, ուզում եմ շատ կարդամ, բայց աշխատում մի քիչ եմ կարդում, բայց այո, սիրում եմ գիրք կարդալ, դա էլ է ինչպես նաև մեզ օգնում, ուղղել ավելի լավ է աշխատում գորգի մեջ։ Ամեն ինչն մի փոքր sense իր ներդրումը ունի, որը որ քեզ արդեն օգնում է գորգի մրցման ժամանակ։ Շատ լավ, ամեն դեպքում շնորհակալ եմ այս ամեն ինչի համար, մեզ պարգևած խանդավառության համար, այդ բերկրանքի համար, հայ եւ եզդի ժողովուրդները հպարտանում են քեզանով, դու բոլորին հավատ ես ներշնչում, դու բոլորին մի քիչ ավելի կյանքը լավն ես դարձնում։ Այդ հաղթանակի բերկրանքը մարդուն մոռանալ է տալիս շատ խնդիրներ։ Այդ հաղթանակի բերկրանքը մարդուն իսկապես երջանկության ճանապարհին շատ լավ ազդակ է ու լավ խթան, այնպես որ շնորհակալություն այդ ամեն ինչի համար։ Ես էլի հարցեր ունեմ, բայց գիտեմ, որ հեռուստադիտողները են շատ հարցեր ուղարկել քեզ։ Դրա համար բոլոր հարցերը չեմ տա, գուցե այնտեղ էլ նույն հարցերը կրկնվեն, ավելի լավ է Մարիամը հիմա գա, իմ գործընկերը ու այդ հարցերը ուղղի քեզ։ Խնդրեմ Մարիամ։ Մարիամ, փորձեմ գուշակել, ամուսնության հետ կապված հարց կա հեռուստադիտողների կողմից։ Ոչ, քանի որ նախորդ անգամ Մալխասը շատ լավ պատասխանել էր այդ հարցին։ Հասկանալի է։ Դե ուրեմն այն հարցերը, որոնք կան, խնդրեմ։ Ողջույն Մալխաս։ Բարեցես։ Այս հարցի պատասխանը իհարկե ես գիտեմ, բայց հեռուստադիտողին հետաքրքրում է ինչու որոշեցիք դառնալ ըմբիշ։ Ասեմ, հորեղբայրներս զբաղվում են ըմբշամարտով, Ազատը եւ Ռոման Ամոյան, ինչպես նաեւ հորեղբայրս Եվրոպայի հաղթող աշխարհի մեդալակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, նրանք էլ ինձ փոքր ժամանակից միշտ տանում էին նրանց մարզումներին եւ տեսնելով նրանց այդ մարզումները, նրանց այդ մրցաշարերը, սիրեցի ըմբշամարտը եւ հաճախեցի Դինամո մարզական կազմակերպություն։ Այստեղ ես հիշեցի Մալխաս մեկ անգամ հələ Ռոման Ամոյանը դեռ գոտե մարտում էր, դու պատանի էիր, ասեց ընկեր Գիլոյան, ինձնից ուժեղ է։
ասի լավ էլի Ռոմիկ քեզնից ուժեղ դժվար, ասեց կտեսնես ինձնից ուժեղ է։ Ինքը ճիշտ էր։ Հա, ես էլ նրա մրցակիցներին միշտ բոլորին ճանաչում էի եւ շատ հետաքրքիր ապրումներ էր ժամանակ, փոքր էի, դեռ չգիտեի կհասնեմ արդյոք այս հաջողություններին թե չէ, բայց սիրեցի իմ շամարտը։ Արդյոք լավ էիք զգում ձեզ մրցաշարի ժամանակ եւ արդյոք հաղթանակից հետո մտահոգ էիք։ Ճիշտ է ասեմ, այնպես չէր, ոնց որ ես ցանկանում էի այդ մարզավիճակում չէի, մտահոգի այնպեսին, որ եզրափակիչ գոտեմարտում չէի ուզենա 1-1 հաշվով հաղթեի, կուզենայի ավելի լավ գոտեմարտ անցկացնել։ Կարիերայում ո՞րն է եղել ձեր ամենահիշվող գոտեմարտը։ Երևի 2025 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը եւ մի փոքր կառանձնացնեի 23 թվականի Եվրոպայի էլի եզրափակիչ։ Համաձայն եմ։ Ահա։ Եվրոպայի 5-րդ չեմպիոնությունը ինչպես է ազդել ձեր մոտիվացիայի վրա։ Այս բանի մոտիվացիան երբեք չի կորել, շարժվում եմ առաջ, ինչպես եւ անցած տարի դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն։ Էլ ավելի ոգևորեց ինձ, կարելի ասել, այս աշխարհի առաջնությունից առաջ, էլ ավելի տեսա իմ սխալները, իմ ուժեղ եւ թույլ կողմերը, միայն այդպես կարող եմ ասել։ Եվ էլ ավելի բարձր նշաձող սահմանեց քեզ համար։ Դե միանշանակ էլ ավելի պարտականությունս ավելի մեծացրեց։ Եվ վերջին հարցը Մալխաս, որ մրցակիցների դեմ ես ամենաշատը սիրում գոտեմարտել եւ ինչու։ Որ մրցակիցների ճիշտ ասած, այս շատ բարդ հարց էր։ Թույլ մրցակիցների։ Պարզե այո։ Թույլ մրցակիցները մել ավելի շատ ավելի հարմար է եւ ավելի հեշտ է տրվում հաղթանակը, ավելի շատ էներգիա չես ծախսում, բայց ինձ համար իրոք ես ինչ տրամադրել եմ եւ իմ մտքում միայն այն է, որ ինձ համար թույլ հակառակորդ չկա, ես բոլորի դեմ էլ անգամ իմանալով նրա ոչ շատ ուժեղ լինելը ինձ համար էլի ես հավասար են, անգամ ուժեղն ու այդ մի փոքր թույլը ինձ համար հավասար են այդ մրցաշարի ժամանակ, որտեղ բոլորն իմ դեմ են պատրաստում, ես էլ նրանց դրա համար չեմ սիրում ասել, սա թույլ է, նա ուժեղ է, այդպես արտահայտություն չեմ սիրում անել։ Շնորհակալ եմ Մալխաս, մաղթում եմ, որ ձեր մեդալները ամեն տարի ավելի շատանան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն հաղթանակների համար, բերկրանքի համար եւ իսկապես մաղթանքս օլիմպիական նպատակը իրականություն դառնա։ Իհարկե մինչև այդ մենք դեռ կհանդիպենք, գուցե ոչ այս տաղավարում, այլ տաղավարներում մենք դեռ քո ապագա նվաճումների մասին կխոսենք, բայց մեծագույն մաղթանքս դա է օլիմպիական ոսկի Լոս Անջելես 2028-ում։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, Եվրոպայի հնգակի աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական մրցանակակիր Մալխաս Ամոյանն էր հյուրս, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։